Պարոն Նիկոյան, բարև ձեզ, հիմա մենք ազգային ժողովի դիմաց ենք, որտեղ ակցիա է և ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, ինչպես են Հայաստանում, խոսքի համար բռնաճնշումների ենթարկվում մեր հայրենակիցները, սրբազաններից մինչև ուղղակի քաղաքացիներ, ովքեր օրինակ դեմ են արտահայտվում այսօրվա իշխանությանը, ովքեր օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին են պատասխանել, բայց ինքը հիմա ազգային ժողովում է, իսկ մեկը Նարեկ Սամսոնյանը կամ Ազգե Սաղաթելյանը բանտված են, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Գիտեք, ես չեմ եկել, որ ասեմ ինչու Ալենը այնտեղ չի, մեկ ուրիշն է այնտեղ, որովհետև Ալենը ունի շատ մեծ ռեսուրսներ, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, դատավորները իրենն են։ Այդ իսկ պատճառով նա կարողանում է այնպես անել, ինչպես հիմա ունենք։ Ես ուղղակի եկել եմ այստեղ, որովհետեւ բոլոր այն մարդկանց, որոնք զոհ են դարձել այդ բռնություններին, նրանց ասել, որ ես ձեր կողքին եմ, ես ձեր ընկերն եմ, այն որ դուք այդտեղ եք հայտնվել, դա յուրաքանչյուրից փոխարեն է, որ դուք այդ տառապանքը կրում եք, մենք ձեր կողքին կանգնած ենք, դուք եղեք այնտեղ պինդ, մենք այստեղ պինդ պետք է պայքարենք ձեր համար։ Նպատակը դա է, եթե ասենք ինչու են նրանք այսպես անում, նրանց համար ոչ օրենք կա, ոչ հայրենիք կա, ոչ սրբություն կա, ոչ սահմանադրություն կա, ոչ մի բան չկա, նրանք ասում են կարող ենք անել, իշխանություն ունենք, վայելում ենք, իսկ դուք խանգարում եք։ Դրա համար պետք է այսպես լինի։ Խանգարում եք ինչին, որ դեմ եք արտահայտվում հայրենիք հանձնելուն, դեմ եք արտահայտվում։ Այո, այդ որ ասում եմ նրանք գտնել են իրենց փափուկ կյանքի մեջ իրենք վայելում են կյանքը, իսկ այդ կյանքը վայելելու համար պետք է արտաքին գործոնները նպաստեն դրան, կարողանան անել դրա համար։ Մեկ ասում է, չէ, այ մարդ ինչ եք ուզում, ինչ ուզում են տվեք, լավ ապրենք, հասկանում եք, հիմա իրենք էլ ինչ ուզում են տալիս են, որպեսզի իրենք լավ ապրեն։ Խնդիր դրան, իսկ որոշ մարդիկ ազգային հարց են բարձրացնում, պետական հարց են բարձրացնում, արժանապատվության հարց են բարձրացնում, բարոյականության հարց են բարձրացնում, ազգային արժեքների հարց են բարձրացնում, հայրենիքի հարց են բարձրացնում, դա խանգարում են նրանց։ Դրա համար նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են, դատապարտում են եւ այլ։ Մեր գործն է նրանք այնպես որ նրանք մենակ չզգան իրենց պայքարի մեջ, նրանց ընտանիքները մենակ չզգան պայքարի մեջ եւ այնպես անել, օր առաջ իրենք ազատվեն եւ օր առաջ գրադները քաշեն։ Այս հավաքների թեկուզ փոքր հավաքների նպատակը դրան է։ Բայց պարոն Նիկոյան, մենք տեսանք վերջերս դիսկոտեկ էին կազմակերպել, այդպես Փաշինյանը թմբուկ էր նվագում, առողջապահության նախարարը պարում էր, այսպես, հա, սա ինչ է։ Նրանք վաստակել են ապարելու իրավունքը, նրանք կարողացել են 5000 հայ երիտասարդի սպանել, հա, սպանել տալ իրենց գործողություն եւ անգործության հետևանքով։ Այրել ուղղակիորեն, միջև մի դիերը չեն կարողանում գտնել, հայրենիքը հանձնել ու պարբերաբար հանձնում են դա շարունակել։ Եվ այդ ֆոնին նրանք խրախճանքի մեջ են, այո, նրանք կարողացել են դա անել։ Նրանք անհայրենիք կենդանիներ են, հասկանում եք։ Ինչքան շատ այրում, ինչքան շատ դավաճանություն, ինչքան շատ ողբերգություն Հայաստանի գլխին, այնքան իրենք դիսկոտեկներում տժժալու են։ Տժժալու են մեր ժողովրդի վրա։ Տժժալու են նրա համար, որ գալիս էին, չգիտեմ ինչ լոզունգներով, բայց հիմա ասում են աղքատությունը դու ես մեղավոր, դու աղքատ ես։ Ուղեղում մեջն է աղքատությունը, կամ ասում են համբալոպելը ով է որ գա մտնի Երևան եւ այլ եւ այլ։ Այդ օտելը այն է որ իրենց բերեց իշխանության։ Հիմա դոշակառուներն ասում են դու 10000 դրամ դու չես կարող ծախսել։ Խելքը չի ասում որ ծախսես։ Բայց ես օրինակ 1.5 միլիոն ամիսը պարգևատրարը։ Ես կարող եմ 1.5 միլիոն, 3 միլիոն ստանալ ու շատ ավելի ու լավ ծախսել, ճիշտ են ասում։ Որտեղ իրենց բերել այդ թոշակառուն, այդ թոշակառը տանը նստած քվարկել են նրանց օգտին եւ նրանք ծաղրում են ու ճիշտ են անում։ Նրանք վայելում են адамին ինչը։ Իքսա եկել է բոլորի համար, այս մարդիկ որ հավաքել են բոլորի համար, այդ թոշակառունի համար, այդ օպելերի վարորդների համար, ումոնց վիրավորել են եւ շարունակում են վիրավորել մեր հոգեվորականների համար, մեր առաքելական եկեղեցու համար, մեր ազգային բոլոր արժեքների համար, մեր հերոս մարդկանց համար Արցախյան ազատամարտեն հզոր տղեկի համար, որոնք հիմա ահավոր վիճակի մեջ են, բարոյական, ֆիզիկական, բանտարկված մասը եւ այլ եւ այլ։ Եվ ընդհանուր առմամբ այս հավաքը դրա համար է։ Ինչքան շատ են հավաքներ, թեկուզ ընդրության նախորդին էլ այդ օրերն շատ այնքան լավ։ Դավաճանը չպետք է իրեն հանգիստ զգա ու տժժալ դիսկոտեկներում։ Իսկ այդ դիսկոտեկներում տժժալը պետք է նրանց քթից գա։ Շնորհակալություն։